Ոնց է ինքը հասկանում կոնտեքստը։ Բառը դա իրականում թվերի շարք է։ Այն աստիճան ճիշտ, այսպես ասած, պատասխան է տալիս, որ դու հենց էդ էլ ակնկալում էիր։ Որոշ թեմաներից օրինակ մոդելը պրինցիպիալ հրաժարվում է խոսալուց կամ խոսալուց միշտ շատ ֆիքսված իդեոլոգիայի տրամաբանություն է տալի։ Ոնց է մոդելը հասկանում, թե ինչի է մարդը որոշել, որ այս մեկը ավելի հաջող է։ Ես չեմ հասկանում քո նախընտրությունը, բայց ես հասկանում եմ, որ բառերը դուք ուզեիդ, որ հնչեր այստեղ։ Նույնիսկ եթե մոդելին վատ ինչ որ իդեաներ տակ, ասի հիասքանչ է սա։ Վերցակար GPT-3.5-ի, որ տրանսլիտա հայերեն էր կարողանում խոսել։ Դուք տալիս եք դատան, process-ը սկսում եք ու գնում եք սուրճ խմելու։ Ինչպես են այսօր վարժեցվում լեզվական մեծ մոդելները, ինչպես են դրանք սովորում մտածել, ինֆորմացիա ստանում եւ ինչ արժի այս process-ը։ Այս ամենը այսօր Էրիկ Առաքելյանի հետ ենք քննարկելու եւ հիշեցնեմ, որ գիտությանը եւ տեխնոլոգիաներին նվիրված մեր հարցազրույցների շարքի գործընկերն է Team Telecom Armenian։ Այսօր մեծ հասանելի են բավական մեծ թվով շատ հետաքրքիր մեծ լեզվական մոդելներ, որոնք բազմաթիվ հնարավորություններ ունեն, որոնց մասին մենք մի քանի տարի առաջ նույնիսկ չէինք էլ կարող երազել իրականում։ Ինձ հետաքրքիր է, թե ոնց են այս մոդելները վարժեցվում, հա, train-արվում։ Մեծ լեզվական մոդելները պարապացված են ամբողջ ինտերնետում գտնվող տեքստային դատայի վրա եւ արդեն նաեւ ոչ տեքստային, արդեն նաեւ նկարներ եւ վիդեոներ եւ աուդիոներ։ Խնդիրը գալիս է շատ մի հեշտ բանի, արդյոք կարողանում է իմ մոդելը տրված լինելով որոշ բառեր հաջորդ բառը մոտարկել։ Դա մաթեմատիկական մոդել է, որը մենք վարժեցնելու ընթացքում ասում ենք, որ յուրաքանչյուր պահի ինքը պետք է սովորի հաջորդ բառը մոտարկել։ Ըստ այդմ, երբ որ մենք իրան տալիս ենք շատ տեսանկյունից շատ դատա, շատ տվյալներ, ինքը սովորում է մաթեմատիկա, ինքը սովորում է Շեքսպիրի պես տեքստ գրել, քանի որ Շեքսպիրի տեքստերը տեսել է եւ շատ ուրիշ բազմազան հնարավորություններ է ունենում։ Ինքը սովորում է օգտագործել գործիքներ, օրինակի համար մտնել, ուղարկել նամակ ինչ-որ միտեղ, ձեր նամակները ստուգել եւ շատ ուրիշ բազմազան բաներ, որովհետեւ իր տվյալների մեջ այդպիսի բաներ եղել է եւ ինքը սովորել է, որ ամեն անգամ, երբ որ գրում ենք Էրիկը գնում է, պետքա most likely տուն գնա, չգիտեմ, այդպիսի ինչ-որ մի բան։ Ոնց ինքը պիտի այդ հաջորդ բառը գուշակի, հաշվի առնելով, որ հաջորդ բառը բացի տունից հազար մի ուրիշ տարբերակ կա։ Այո, որոշ տեղեր բնական լեզվի մեջ բնականաբար կան ճյուղավորումներ, եւ մենք դա գնահատում ենք մոդելի հենց վարժեցման ընթացքում, մենք կարող ենք ասել մոդելը ինչքան ճյուղավորման գնահատական է տալի ամեն պահին, այսինքն ստեղ կարող է լինի 4 բառ, ստեղ կարող է լինի 5 բառ, մենք հավանականություն ենք հաշվում բոլոր հնարավոր աշխարհի բառերի միջև։ Ու ամենահավանական բառերից ընտրվում է այն բառը, որ ավելի լավ է բռնում կոնտեքստին։ Մոդելը բնականաբար սխալներ կարող է գործել, բայց սխալները գնալով էլ ավելի քչանում են, որովհետեւ ինչքան շատ տվյալ ենք իրան տալի, այդքան ինքը այդ հավանականությունները կարողանում է ավելի լավ կանխագուշակի։ Ոնց է ինքը հասկանում կոնտեքստը։ Այո, յուրաքանչյուր բառ կարելի է ներկայացնել որպես ալտերնատիվ կերպ։ Մեր ուղեղում բառը հենց եթե փորձենք սահմանենք ոչ լինգվիստական տեսանկյունից, շատ պարզ չի, թե մեր ուղեղում ոնց է բառի գաղափարը հասկացվում։ Իսկ հենց մեծ լեզվական մոդելներում բառը դա իրականում թվերի շարք է ու բառերի միջև կապը այդ թվերի միջև մաթեմատիկական մոտիկության բանն է, ֆունկցիան է ներկայագրում։ Այսինքն յուրաքանչյուր բառ կապված է իր հարակից բառերին։ Սեր, ատելություն, ինչ որ էմոցիաներ իրար հետ են կապված, մայրաքաղաքներն են ինչ որ կերպով իրար հետ կապված։ Երբ փորձում ենք կանխագուշակել, էականորեն մոդելը հասկանում է հավանականությունը, որ այս թվային շարքից հետո գա այս թվային շարքը ու ինքը կոնկրետ հաշվում է օպտիմիզացիոն իր մեթոդով, թե որը պետք է լինի։ Տեսականորեն հասկանալի է իհարկե, բայց տեսեք, երբեմն շփվում ես LLM-ների հետ, ինչ որ բան ես ասում ու ինքը այն աստիճան ճիշտ, այսպես ասած, պատասխան է տալիս, որ դու հենց էդ էլ ակնկալում էիր։ Ընդ որում խոսքը երկու բառի մասին չի, բավական ծավալուն, հա, պատասխանի մասին է։ Ու ուզում եմ հասկանամ ոնց է զուտ հաջորդ բառը գուշակելը բերում այդ պատասխանին։
մեծ լեզվական մոդելների էվոլյուցիայի մեջ մի հատ stage եղել է, որը կոչվել է սկզբից instruction tuning, այսինքն երբ որ փորձում ես կանխագուշակես պարզապես հաջորդ բառը, դու ինստրուկցիաների չես կարողանում հետևել։ Սկզբից մենք սովորացել ենք մոդելները, դրանից հետո, երբ որ ես ձեզ ինստրուկցիա եմ տալի մոդելին, ինքը որ կարողանա հստակ պատասխան տա։ Բայց դրանից հետո արդեն գալիս է ձեր ասած բան, որ այն ժամանակ կոչվում էր alignment training, հիմա կոչվում է reinforcement learning կամ reinforcement learning from human feedback, երբ կուտակվել է նույն հարցին մի քանի պատասխան եւ մարդկանց ասել են, ասեք ձեզ որ պատասխանն է ավելի դուրեկան։ Հավաքվել է այդպիսի տվյալների շարք եւ մենք կարողացել ենք պարապացնել մոդել, մենք եւ OpenAI եւ ոնց որ մեծ խաղացողները պարապացնել մոդել, որը կարողանում է կանխագուշակել մարդուն ամենադուրեկան եւ ամենաընդունելի շարունակությունը, որը կլինի։ Ըստ այդմ նաեւ դուրս են եկել շատ ուրիշ հետաքրքիր արտեֆակտներ, որոշ թեմաներից օրինակ մոդելը պրինցիպիալ հրաժարվում է խոսալուց կամ խոսալուց միշտ շատ ֆիքսված իդեոլոգիայի տրամաբանություն է տալի կամ ֆիքսված կուլտուրայի նույնիսկ։ Այսինքն այդտեղ կարող ենք հստակ նկատել, որ ով է անոտացրել դատան, այսինքն ով է ասել մեզ այս ընդունելի պատասխանա թե չէ։ Հիմա բոլոր մոդելներն են այդպես պարապացված, որպեսզի մարդուն հնարավորինս մաքսիմիզացված, ընդունելի եւ դուրեկան, երևի թե ավելի western իդեոլոգիային համապատասխան պատասխանները տան։ Այսօրվա բազմաթիվ մոդելներ հենց իրանց հետ շփման ընթացքում էլ երբեմն երկու տարբերակ են առաջարկում պատասխանների ու հարցատրվում, թե որն է ձեզ ավելի դուր գալիս։ Տեսեք, եթե օրինակի համար ասել էին գրիր ինձ բանաստեղծություն այս ինչի մասին ու երկու բանաստեղծություն է գրում ու մեկը մենք ընտրում ենք որպես այսա ավելի հաջող է։ Ոնց է մոդելը հասկանում, թե ինչի է մարդը որոշել, որ այս մեկը ավելի հաջող է ու հետագայում արժե այս սրանից ավելի շատ անել։ Մոդելը չի հասկանում, որ սա ավելի հաջող է։ Մենք պարզապես մեր դատայում նշում ենք տարբերակ 1 ընդունելի, տարբերակ 0 անընդունելի։ Ну, ոչ թե անընդունելի, այլ ավելի քիչ ընդունելի։ Ոնց եք հասկանում, իրանք ինչով են իրականում տարբերվում, եթե երկուսն էլ բանաստեղծություն են ու այս ինչի մասին են։ Հիմա վերադառնանք սկզբին։ Երբ որ մենք փորձում ենք կանխագուշակենք հաջորդ բառը, մենք հիմա ասել ենք այս բառից հետո դու կանխագուշակի ոչ թե բանաստեղծության այս ռիթմային տարբերակը կամ այս հաջորդ բառը, այլ այն, որը մարդն է ընտրել։ Եվ մոդելը էականորեն առանց հասկանալու թե ինչ է նշանակում մեր նախընտրությունը, մեր դատայի եւ բառերի ընտրությունից մենակ ելնելով կարողանում է կանխագուշակի, որ ես չեմ հասկանում քո նախընտրությունը, բայց ես հասկանում եմ, որ բառերը դուք ուզեիդ, որ հնչեր այստեղ։ Բայց չէ՞ որ երբեմն այդ նախընտրությունը զուտ բառերի հետ չի կապված։ Բառերի, ռիթմիկայի, տեքստային լինգվիստիկ ինչ-որ կոնստրուկցիաների, բայց շատ շոշափելի բաների հետ է կապված։ Կարող մոդելը ձեզ ի սկզբանե երբեք չհասկանա, թե հոգու որ մի ելևեջին է կպը, բայց կամ ինչ curiosity է ինքը կարողացա ձեր մեջ արթնացնել, բայց ինքը գիտի, թե ձեր հետ որ բառերով պետք է խոսա։ Մի քիչ նկարագրում են փիլիսոփայության մեջ որպես սիկոպանտ մոտեցում, այսինքն մոդելը փորձում է մոտարկի ձեր ցանկությունները եւ շատ դեպքերում նույնիսկ եթե մոդելին վատ ինչ որ իդեաներ տա, ասի հիասքանչ է սա, այսպիսի բան ես չեմ տեսել, հրաշք։ Ոնց էլ ասում են հիմնականում։ Հա, ոնց որ ասում են you're absolutely right, բան ու դա նաև ոնց որ եւս մեկ անգամ արտեֆակտ է մեր այսպիսի մաքսիմիզացիայի, երբ որ մենք փորձում ենք մարդուն հաճելի եւ ընդունելի տեքստերի շարքը մաքսիմիզացնենք, ոչ թե ճշմարտախոսությունը կամ ինչ որ ուրիշ օպտիմիզացիայի անկյուն։ Եթե ես շփման ժամանակ ասում եմ, որ այս տարբերակը ինձ ավելի իր դուր գալի, այս տարբերակը, արդյոք դա փոխում է LLM-ի մոտեցումը մենակ իմ հետ աշխատանքի մեջ, թե ամբողջ մոդելում ինչ-որ փոփոխություններ են կատարվում ու դրանք բոլորի հետ շփման վրա են ազդում։ Այստեղ պետք է մի քիչ պատմական ակնարկ բերել, մի քիչ առաջ եւ հետոյի գաղափար կա։ Հիմա ասել է թե շատ մեծ խաղացողների եւ նույնիսկ բաց լեզվական մոդելների մեջ, երբ որ դուք մի քանի տարբերակից ընտրում եք մեկը, ինքը փորձում է հենց ձեր համար օպտիմիզացիան անել կամ ձեր եւ ձեր մոտակա գրուպա մարդկանց, այսինքն ձեզ նման մարդկանց, ով պոտենցիալ նման request-ներ են անում, նման տեսակի տեքստ են սիրում, բայց առաջ հիմնականում այդ դատան կուտակվում էր եւ բոլորի համար էր արվում հիշողության եւ մոդելի վերավարժեցումները եւ վերազննումները։
Այսինքն հիմա մեծամասամբ պետքա կամ մենակ ձեր կամ ձեր եւ ձեր ինչ որ իրանց պատկերացման մեջ նման մարդկանց գրուպայի վրա ազդի։ Փաստորեն մոդելը տրեյնանելու համար օգտագործում է ամբողջ դատան, որը հնարավոր է գտնել ինտերնետում։ Հիմա օգտագործվում է ավելի քան ամբողջ դատան, եւ որ երբևէ մարդկությունը գեներացրել է եւ որը գտնվում է ինտերնետում, տեքստային դատայի վերաբերել է խոսքը։ Հիմա նաեւ ավելանում է դրան տեքստային եւ նկարների մասին դատան, այսինքն տեսել եք ChatGPT-ն նաեւ նկարներ է ընդունում տեքստի հետ մեկտեղ, նաեւ աուդիո է ընդունում արդեն ու միակ երևի թե ասենց ասած ամբողջովին չլուծված հարցը դա վիդեոներն են եւ ֆիզիկական իրական աշխարհից եկող դատան, այսինքն ռոբոտիկայի բանի համար ստեղծված դատան։ Բայց չէ՞ որ այդ դատան ինքը ամբողջովին չի, որ լավ որակի է, այսպես ասած, շատ տարբեր իմաստներով, նույնիսկ սկսած նրանից, որ սխալներով տեքստեր եւ այլն, ինչ որ կերպ ֆիլտրվում է այդ դատան, թե ասում են Էսա քեզ ինֆորմացիան դու գլուխ կհանես։ Ինչ որ ֆիլտրացիա կա, համոզված եմ, որ շատ ոչ թե տեքստային սխալների մասին է խոսքը, ավելի շատ երբ թե թեմաների տեսանկյունից ինչ թեմաներ արժի արծածվի բան, համոզված եմ ինչ որ ֆիլտրինգ կա, բայց միջինացման օրենք կա, ասենց ասած, որ եթե դատան միջինում ճշմարտացի է այդ բառը տեսնվե կամ այդ տեսակի տեքստը կամ այդ իդեոլոգիան կամ այդ խնդրի լուծումը տեսնվե, մոդելը կսովորի միջինից։ Եթե միջինում դատան վատը լինի, այո, այդ դեպքում մենք խնդիր ունենք, չենք կարողանա որևէ կերպ վարժեցնենք։ Բայց սովորաբար ինտերնետի դատան ինչքան էլ անպետք լինի շատ տեսանկյունից, տարօրինակ ֆորումներ, տարօրինակ մարդկանց YouTube-յան կոմենտներ եւ մի շարք տենց բաներ, նույնիսկ դրանք են օգտակար։ Ինչ որ ժամանակ վերցակար GPT 3.5-ի, որ տրանսլիտահայերեն էր կարողանում խոսել, որը շատ աբսուրդ ինչ որ ֆենոմեն էր, բայց հիմա այդ չկա, հիմա սկսել են ձեր ասածով այդ ֆիլտրեն, որովհետև ինչ որ իմաստային բան չկար իր մեջ, բայց ամեն պարագայում մոդելը կարողանում է ընդհանրացնի generalization-ի այդ ֆենոմենը իր մեջից բանանի դուրս բերի։ Իսկ ինչ արժի տրեյնանել, ինչ որ երևի չգիտեմ, ինչ որ օրինակ բերենք ինչ որ մոդելի, քանի որ հաստատ հազարի մի բանից է կախված։ Հիմա ոնց որ երևի թե արժի խոսանք մոդելների հենց scale-ի մասին։ Մոդելները հաշվում են հիմա իրանց չափերով, ու իրանց չափերը ոչ թե այն տարածությունն է, որ ձեր RAM-ի մեջ կամ իրանք գրավում են, այդ ավելի շատ քանի բիլիոն պարամետր իրանք ունեն։ Այսինքն քանի սովորացվող էլեմենտ իրանք ունեն։ Մեծ լեզվական մոդելները GPT 3.5-ը, որ դեռ դուրս էր եկել արդեն 3-4 տարի առաջ կարծես թե, ինքը ուներ ընդամենը 100 բիլիոն պարամետր, իսկ հիմա դուրս եկող մոդելները, Gemini-ը, OpenAI մոդելները, Claude մոդելները, իրանք ունեն տրիլիոնից ավել պարամետրներ եւ այդպիսի մոդելներ, ամենամեծ մոդելների տրեյնինգի վրա մի քիչ սպեկուլյացիա է, որտեղ ուղիղ կերպով չգիտենք, բայց ծախսվում են հարյուրավոր միլիոն դոլարներ մենակ GPU compute-ի վրա, չհաշված նույնիսկ մարդկային ռեսուրսի վրա ծախսված ոնց որ development-ի վրա ծախսված գումարները։ Այսինքն այդտեղ դուք պետք է ունենաք շատ GPU-ներ, գրաֆիկական processing unit-ներ, պետք է ունենաք թիմ, որ կարողանում է օգտագործել, պարալելիզացնել, վարժեցման process-ը այդ ամենի մեջ ու իմանալ ոնց է տանել, որտեղ այդտեղ շատ մեծ հարցեր կան։ Եվ գնալով ինչքան փոքրանում է, կան նաև open source մոդելներ, որ օրինակի համար չինական խաղացողներն են շատ սիրում բանել, Qwen-ը, Moonshot-ը, Kimi ստեղծողը, Alibaba-ն, որը DeepSeek-ներ ստեղծել 1 տարի առաջ եւ դրանից էլ առաջ, կան նաև ամերիկյան խաղացողներ, Nvidia-ն եւ շատ ուրիշները, որ բացում են նաև բաց մոդելներ, մինչեւ 100 բիլիոն պարամետր, որ ավելի նախընտրելի են սովորական համակարգչի մեջ օգտագործման համար, որ կամ մինիմալ GPU ունի, կամ մինիմալ հնարավորություն, այսինքն սովորական Mac-ի վրա օրինակի համար օգտագործելու համար։ Այդ մոդելները իհարկե ավելի ոնց որ պրոպորցիոնալ քիչ պահանջ ունեն եւ կարող են օգտվել մեծ մոդելների տրված արդյունքներից, որպեսզի իրանք ավելի լավ սովորեն, որը շատ հետաքրքիր ֆենոմեն է, կարծես թե մեծ ուսուցչից սովորելու գաղափարը։ Իրանց մոտ էլ միլիոնավոր դոլարների հարց է, բայց scale-ը սկսում է արդեն ինչքան պարամետրները քիչ են, մոտավորապես գծայինորեն, այդքան էլ քիչ գումար է օգտագործում։ Չինական մոդելների
վարժեցման տրեյնինգի համար երևի հենց այդ մոտեցումներն էին օգտագործում։ Կան այդպիսի ենթադրություններ ու ոնց որ ուղիղ դրա մասին հենց research արված չի, բայց կան ենթադրություններ, որ կամ ենթադրություններից բացի կարելի է նաև ասել ամերիկյան սպեկուլյացիա, որ չինական մոդելները օգտվել են մեր մոդելներից, որպեսզի կարողանան շատ ավելի արագ այդ knowledge gap-ը կամ տեխնիկական բացը փորձեն փակել, բայց նաև ոնց որ նույնը կարելի է պնդել յուրաքանչյուր մոդելի մասին, որ սա ինտերնետից է օգտվել, այսինքն մարդկային գիտելիքից է օգտվել, այստեղ թե ամերիկյանը, թե չինականը շատ խիստ տարբերություն ինձ թվում է չկա։ Դուք NVIDIA-ում զբաղվում եք հենց մոդելների տրեյնինգով։ Այո։ Ես NVIDIA-ում ավագ գիտաշխատող եմ, զբաղվում եմ մոդելների վարժեցման բարդ խնդիրների լուծման համար, բարդ, այսինքն մաթեմատիկական բարդ խնդիրների, գիտական բարդ խնդիրների, ֆիզիկա, քիմիա, բիոլոգիա եւ այդպիսի խնդիրներով։ Ձեր աշխատանքը կողքից է, այսպես ասած, ինչ տեսք ունի։ Դուք տալիս եք դատան, process-ը սկսում եք ու գնում եք սուրճ խմելու, թե պիտի ամեն վայրկյանը։ Սուրճ խմելուց ես սկսում եմ։ Իրականում կախված պահանջարկից միշտ տարբեր հարցեր կա։ Ինչը պետք հիմա մոդելին անել։ Պետք է մոդելը ավելի արագ լինի, դա արդեն պետք է մոդելի հենց բուն մաթեմատիկական մոդելի արխիտեկտուրայի հետ խաղալ։ Դա ոնց որ ուղղություններից մեկն է, որ ես նստում եմ, սկսում եմ կարդալ հոդվածներ գիտական ուրիշներից, փորձում եմ ինովացիվ ինչ-որ իդեաներ անձնական, որ մենք NVIDIA-ում ենք օգտագործում ներբռնել, թե պետքա մոդելը ավելի լավ լինի կոնկրետ խնդիրների տեսակի լուծման մեջ։ Այդ դեպքում, ինչպես ասացիք, փորձում եք հավաքել դատա, ստեղծել սինթետիկ դատա, որը հիմա բոլոր մեծ խաղացողներն են անում, հասկանալ ոնց ենք այդ սինթետիկ դատան ստեղծում, ոնց ենք իմանում օգտակար է ինքը թե չէ, այդտեղ շատ տեխնիկաների շարք կա, որ OpenAI-ից սկսած շատ մարդիկ օգտագործում են, համ մարդկային ռեսուրսներն են օգտագործում, համ ոնց որ ուրիշ LLM-ներ են օգտագործում, որ իրենց դատան գեներացնեն, իրենք վերիֆիկացնեն։ Հիմնականում համակարգչի դեմ հոդվածներ կարդալու ու այդ հոդվածների իդեաները կամ անձնական իդեաները իմպլեմենտ անելու գործողությունն է։ Իսկ ոնց ենք ստեղծում սինթետիկ դատա։ Հա, դրան շատ տեխնիկաներ կան։ Ամենահեշտ օրինակը, որ կարելի է պատկերացնել, ունենք մաթեմատիկական խնդիրների ինչ-որ մի շարք կամ պոեմների ինչ-որ մի շարք, էական չի ինչի մասին է խոսքը, որը գեներացվել է ու ունենք նաև այդ խնդիրների լուծումը կամ թե այդ պոեմները ինչի որ հրահանգից հետո են ստեղծվել։ Օրինակ դուք ասացիք գեներացրա, չգիտեմ, իմ անուն ազգանունով Շեքսպիրյան ստիլի պոեմ, որը Մակբեթին շատ նման է ու ինչ-որ մի բան գեներացել է։ Հիմա ստեղ մի հատ հարց է ծագում։ Շատ խնդիրների բնականաբար պատասխանին հասնելը կարելի է տարբեր եղանակներով, ոչ մի եղանակով։ Ոստեղ արդեն կարելի է գեներացնել տարբեր եղանակներ նույն խնդրի լուծման կամ նույն պոեմի գրելու, որը էականորեն բերում է վերջում նույն վերիֆիկացվող պատասխանի։ Մաթեմատիկայի դեպքում վերիֆիկացվող, պոեմների դեպքում մի քիչ ավելի էզոթերիկ է, բայց հնարավոր է անել ամեն դեպքում։ Ու ստեղծում է դատա, որը քո օրիգինալ դատային նման է ինչ-որ տեսանկյունից, բայց կարող է կոմպոնենտա պարունակում, որ դու երբևէ չես տեսել։ Մաթեմատիկական տեխնիկա, որ երբևէ չի գրվել, բայց ճիշտ է, ճիշտ պատասխանին բերել է։ Ու մենք փորձում ենք գնահատել այդպիսի բանը, reward տալ մոդելին նրա համար, երբ որ ինքը ինովատիվ քայլ է անում, կամ քայլ է անում, որը բերել է ճիշտ պատասխանի։ Ըստ այդմ մենք դատան գնալով այդպես շատացնում ենք։ Հենց օգտագործում ենք լեզվական մոդել, որը ստեղծում է ուրիշ լեզվական մոդելի վարժեցման համար դատա։ Եթե ինչ-որ մեկը Հայաստանում լինելով ուզում է մասնագիտանալ այս ոլորտում, սովորել մոդելներ տրեյն անել, ինչ հնարավորություններ կան։ Առաջին հերթին պետք է լավ կրթություն դրա համար ունենալ, մաթեմատիկական եւ ծրագրավորական լավ գիտելիքներ, սկսած ֆունկցիոնալ անալիզից, մինչև իմպլեմենտացիոն, Python ծրագրավորման լեզու եւ իր հետ աշխատանք, ավելի հենց խորը deep learning-ի եւ մեծ լեզվական մոդելների վարժեցման մասին ինֆորմացիա ստանալու համար կա մեր կազմակերպած Armenian LLM Summer School-ը, որ մենք արդեն 3 տարի է
անում ենք եւ մենք կանչում ենք ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններից լավագույն մասնագետներից, DeepMind-ից, Nvidia-ից, Google-ից, որոնք ամեն մեկը սպეციფიკացված ինչ-որ խնդիրների մասին են պատմում, խնդիրների լուծման շատ պրակտիկ տեսանկյունից։ Մենք տալիս ենք բոլոր մասնակիցներին իրենց անձնական GPU-ն, որի վրա իրենք համ վարժեցնում են մոդելները, համ սինթետիկ դատա են սարքում, համ գործակալային համակարգեր, agentic սիստեմաներ են հասկանում, թե ոնց պետք է օգտագործել, ինչ խնդիրներ կան, ոնց ավելի լավ է օպտիմիզացնել։ Հիմա հենց դրա դասն եք մեր մոտ գնում եւ դա sense ավելի մեծ sense մի շաբաթյա հնարավորությունների մասին է խոսքը։ Իսկ մեկ շաբաթում են սովորում այդ ամենը։ Այո, ամեն օրը առավոտ ժամը 9-ից մինչև 6-ը նվիրված է կոնկրետ մեկ թեմայի, որ առաջին մասը թեորետիկ մենք բացատրում ենք, թե ոնց պետք է դա արվի, եւ երկրորդ մասը ասում ենք, դե հիմա ոնց որ եկեք դուք անձամբ կոդը գրեք, մենք ձեզ փորձենք օգնել, որ բոլոր մասնակիցները կարողանան ունենան էականորեն անձնական մեծ լեզվական մոդել, որ իրանք վարժեցրել են իրանց ձեռներով։ Պաստորեն, եթե մարդը ունի լավ հիմնական կրթություն, մի շաբաթը բավական է, որ ինքը համարվի քիչ թե շատ պատրաստի մասնագետ։ Պատրաստի մասնագետ երևի չէ։ Եթե դուք ունեք բակալավրի վերջի կուրսի կամ մագիստրական հենց data science-ին վերաբերված կրթություն, այդ մի շաբաթը ձեզ շատ ոնց որ կուժեղացնի այն տեսանկյունից, որ դուք կիմանաք state of the art, այսինքն վերջին նորությունները եւ ամենալավ ձևերը լեզվական մոդելներ պարապացնելու որն է։ Բայց սակայն ֆունդամենտալ կրթությունը ոչինչ արդեն չի փոխարինի, այսինքն դուք տարբեր մագիստրական ծրագրեր կան կամ ոնց որ բակալավրային ծրագրեր կան, օրինակ ԵՊՀ-ում ASDS-ը, որ data science-ի master-ը ամերիկանում, ոնց որ շատերը որ վերադարձել են արդեն NLP են կարդում կամ ուրիշ առարկաներ։ Այդ ֆունդամենտալ կրթությունը շատ օգտակար կլինի մինչև ամառային դպրոց գալը, որպեսզի դուք կարողանաք կոնտենտը ընկղմեք։ Դուք նաև հակաթոն եք անցկացնում Հայաստանում։ Այո, դրա մասին էլ մի փոքր պատմեք։ Մենք որոշեցինք այս անգամ, ասած ասած, որպես վերջաբան Ermin LLM Summer School-ին կազմակերպել մեծ հակաթոն, որի մեջ արդեն involved են OpenAI-ը եւ շատ ուրիշ ոնց որ մասնակիցներ, մեծ price pool-ով, որ մեր ամառային դպրոցի, այսպես ասած, ծաները եւ մարդիկ, որ նույնիսկ ամառային դպրոցին չեն մասնակցել, բայց ունեն LLM-ների գիտելիքներ կամ բաներ, գալիս են եւ ստեղծում են գործակալային համակարգներ, agentic սիստեմներ, որոնք ուղիղ նշանադրված են Հայաստանում ինչ-որ խնդիր լուծելու վերաբերյալ։ Պարզ օրինակ ավտոմատացնել ամբողջովին ձեր հարկային ֆայլեյշնները կամ ձեր Armed-ի ինչ-որ ինֆորմացիայի տուրտվանքը կամ ինչ-որ սիստեմաներ, որը հենց Հայաստանի օգտատերին, օգտագործողին ինչ-որ կարևորություն են տալի։ Ու մենք ինչ-որ օրինակներ ենք տվել, բայց փորձել ենք շատ չսահմանափակել մասնակիցներին ու արդեն իրանց application-ներից տեսնում ենք, որ կրեատիվ իդեաներ կան, որ նույնիսկ մենք չենք ենթադրում։ Ինչքան ժամանակ իրանք ունեն իրանք 24 ժամ։ Ընդհանրապես 24 ժամ։ 24 ժամ։ Հackathon-ի իմաստը այն է, որ դուք գալիս եք, մենք տալիս ենք ձեզ access մեծ լեզվական մոդելի, եւ դուք 24 ժամում պետք է սարքեք product-ի demo։ Բնականաբար դա վերջավոր product չի լինելու, բայց մեզ ավելի էական է, որ դուք ցույց տաք այն իդեան, որ մենք ուզում ենք սարքել, հնարավոր է, մենք ինչ-որ օրինակների վրա կարողացել ենք լուծել, ցույց տալ, որ լուծումը, իդեալական չի, բայց շատ հնարավորինս լավն է։ Եվ ոնց որ մենք ունենք շատ մեծ ժյուրիի կաստ ու մենտորներ, որ իրենց օգնում են այդ արանքում, համ տեխնիկական մենտորներ, համ մենտորներ, որ ավելի բիզնես եւ պրոդուկտի ուղղությունից են կարողանում ասել ինչքանով լավն է քո իդեան, ինչքանով չէ։ Եվ ժյուրին գնահատումը շատ ոնց որ խիստ գնահատման թերթիկ ունի, թե ինչքան ինովատիվ է լուծումը, թե ինչքան լավ է արված, թե ինչքան արագ է, թե ինչքան հետաքրքիր է, թե ինչքան պետքական է վերջո։ Եվ վերջում տալիս ենք prize-եր լավագույն 3 լուծումներին։ Ինչ տեսակի prize-եր։ Հիմնականում բանը դա compute է, այսինքն մենք տալիս ենք OpenAI-ից compute ինչ որ գումարի չափով, որ այս compute-ը դուք կարող եք օգտագործել ձեր product-ի համար ինչ որ ժամանակից հետո։ Դա հազարավոր դոլարների մասին է խոսքը, այսինքն մոտ 10,000, 10 քանի հազար, կոնկրետ price pool չեմ հիշում, իսկ կներեք, մի քանի հազար դոլար, որ դուք կարող եք օգտագործել ձեր product-ը շարունակելու կամ ձեր ուրիշ ինչ որ product-ի իդեաների համար։ Եթե գաղափարը շատ լավը լինի,
հաղթողների կամ նույնիսկ ոչ հաղթողների մոտ ինչ որ կերպ կա նպատակ փորձելու այդ գաղափարը ռեալիզացնելու իրական պրոդուկտ ստեղծելու դրանից։ Մենք շատ մեծ ցանկություն ունենք, դա արդեն ամառային դպրոցների սահմաններից մի քիչ դուրս երևի թեմա, բայց մենք ամառային դպրոցը հենց անում ենք միտեղ, որտեղ ոնց որ ստարտափ ակսելերատորներ են շատ աշխատում, որտեղ այն մարդիկ արդեն ժյուրիում կան, որ պոտենցիալ կարող են օգնեն մարդկանց ռեալիզացնել այդ պրոդուկտը։ Իհարկե վերջի վերջո ցանկությունը պետք է գա պրոդուկտները ստեղծողից, իրանց ստիպել չենք կարող ու ավաղ կամ բարեբախտաբար ըստ այդմ մենք մեծ ցանկություն ունենք, որ այդպես լինի, մենք փորձում ենք իրենց հնարավորությունը հենց այդ մեծ լեզվական մոդելների access-ով, price pool-ով տանք, որ իրանք շարունակեն դա, հույս ունենանք, որ դրանցից ինչ-որ լավ պրոյեկտներ դուրս կգան։ Կա ինչ-որ բան, որի մասին կուզեիք խոսել, բայց չխոսեցինք։ Հավանաբար մենակ նրա մասին, որ Հայաստանում գնալով մեծանում են լեզվական մոդելներ վարժեցնելու եւ լավ կրթություն ստանալու հնարավորությունները, նամանավանդ հաշվի առնելով, որ շուտով մեր մոտ բացվում է Firebird-ի մեծ GPU սերվերը, որ հազարավոր GPU-ներ ունի, որոնցից ինչքան ես հիշում եմ, պետքա մի մասը տրվի Հայաստանում գիտնականներին։ Ես ասում եմ։ Այո։ Ես ոնց որ ինչքան գիտեմ համարյա հաստատված է կարծես թե որ պետքա տրվի Հայաստանում գիտնականներին ու ինձ թվում է հայ գիտնականների համար որ զբաղվում են յուրաքանչյուր օպտիմիզացիոն հարցերով սկսած ֆիզիկայից վերջացած հենց արհեստական բանականությամբ դա շատ մեծ կարևորություն ունի որովհետև էականորեն 0-ից 0 վիճակից GPU-ների մենք հասնում ենք այնտեղ որ կարողանում ենք անձնական մոդելներ պարապացնել անընդհատ կարողանում են մարդիկ գրանտեր հաղթել, ասելով, որ մենք պատրաստ ենք այսպիսի մոդելներ սարքել, այսպիսի սիմուլյացիաներ անել, այսպիսի էքսպերիմենտներ անել։ Ու դա շատ մեծ գիտությանը զարգ պոտենցիալ կարող է լինի։ Երբ թե այսքան։ Շնորհակալություն Էրիկ ջան այսօր մեզ մոտ հյուր գալու համար։ Ձեզ շատ շնորհակալ։